Լոռի Բերդի և Ալավերդի համայնքների 9 բնակավայրի շուրջ 900 տնային տնտեսություններ, մոտ 3700 ֆերմեր կօգտվի օրվա կարգավորիչ նոր ջրամբարից։ Լոռու մարզի Հովնանաձոր բնակավայրում շահագործման է հանձնվում նորակառույց ջրամբար 8900 խորանարդ մետր տարողունակությամբ։ Այն համալրված է ջրամատակարարման համակարգով և 450 մետր երկարությամբ բաշխիչ խողովակաշարով։ Նոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա որոկել շուրջ 400 հեկտար հողատարածք, որոնցից 160-ը նախկինում ջրի հասանելիություն չի ունեցել։ Օրվա կարգավորիչ ջրամբարները հիմնականում իր շուրջը ձևավորում են միկրոկլիմա, այսինքն թե բուսականության և թե հետագա հեղեղների ժամանակ կատաստրոֆիկ ելքերի հիմնականում ոռոգման նպատակով, այսինքն այդ ամեն ինչը բավականին կարևոր էր մեր խոշորացված համայնքների համար, որտեղ շահագրգիռ հիմնականում բնակավայրերը դա Լոռու մայր ջրանցքի տակ գտնվող բնակավայրերն են, որտեղ գյուղատնտեսությունը զարգացած է, որտեղ բավականին մեծ ցանքատարածություններ կա եւ ջրի սակավության պատճառով շատ ժամանակ բերքը չորանում է։ Ջրամբարը գտնվելով դեպետ գետի վտակի վրա բնակավայրերը նաեւ կպաշտպանի հնարավոր ջրհեղեղներից։ Ջրամբարի կառուցումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Դիմակայունությունը սկզբանե ծրագրով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցությամբ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն արդեն 30 տարի Հայաստանում է եւ մենք հպարտությամբ ենք նշում, որ գործունեություն ենք ծավալում Հայաստանի բոլոր մարզերում։ Լոռին այն մարզերից է, որտեղ մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր։ Այսօր շահագործման ենք հանձնում ջրամբար Լոռի Բերդում, որը ոռոգման ջրի նոր աղբյուր է այս եւ հարակից բնակավայրերի համար։ Ջրամբարից բացի բազմաֆունկցիոնալ տարածք ենք բացում Փամբակ համայնքում, որը սոցիալական մեծ ազդեցություն կունենա, հնարավորություն տալով այստեղ բնակվող երիտասարդներին կանանց ակտիվ ներգրավել համայնքային կյանքում։ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի բազմաֆունկցիոնալ հանրային տարածքը նույնպես ստեղծվել է կողմերի գործակցությամբ։ Այն կծառայի ավելի քան 7000 բնակչի։ Դեռ 2 տարի առաջ Սերբիայի կառավարությունը որոշեց հատկացնել 1 միլիոն եվրո դիմակայություն ի սկզբանե ծրագրով, աջակցելով Հայաստանում 34 ծրագրի իրականացմանը։ Դրանց թվում են Ձորագետի բազմաֆունկցիոնալ հանրային տարածքն ու Հովնանաձորի օրվա կարգավորիչ ջրամբարը։ Փամբակ համայնքում մենք արդեն տեսնում ենք մեր ծրագրի ազդեցությունը։ Երեխաների բեմադրած տիկնիկային ներկայացումը, բնակիչների ժպիտները լավագույն արդյունքն են։ Ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել նոր հնարավորություններ համայնքների բնակիչների համար։ Բազմաֆունկցիոնալ հանրային տարածքը նախագծվել է մասնակցային ձևաչափով, ապահովելով նաև խոցելի խմբերի ներգրավվածությունը համայնքային որոշումների կայացմանը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։